Աստծո Սուրբ Ոգին գիտի ինչ է պետք այսօր եկեղեցուն եւ երիտասարդներին։ Ամեն մեկը դրա մեջ քննություն արեք։ Մենք իրար օգնում ենք, թե իրար ցավացնում ենք։ Իրար օգնում ենք, թե իրար ցավացնում ենք։ Շատ տարիներ առաջ, երբ որ աղոթք է գնում եկեղեցու համար, քույրիկներից մեկին սովորական մի բան ցույց տվեց, ասեց զավակս, նայել ասեղը եւ թելը։ Այդ ասեղ ու թելը ինչի համար են օգտագործում։ Դե քույրիկը պատասխանում է։ Այդ ասեղը թելը օգտագործում են պատրվազները կարելու համար։ Կոճակ դնելու պատրվազները կարելու համար։ Բայց ասեց, գիտես ինչ ասեց, շատերը ինչ են անում այդ ասեղը թելը վերցնելով իրար են ծագում, ցավացնում են։ Ասեղը նրա համար չի, որ իրար ծագեն, ցավացնեն, ասեղ ու թելը նրա համար իրար օգնելու համար։ Տերը տվել իր խոսքը, որ իրար հորդորենք, իրար մխիտարենք, ոչ թե իրար ցավացնենք եւ իրար նեղացնենք։ Եթե ով ունի այդ բնությունը, թող զղջա ապաշխարի, կամ եթե մեկին նեղացրել, ցավացրել է, թող ներողություն խնդրի։ Առաջինը սա է։ Ասես տեսա, Տիրոջից ջուր էր գալիս, առատ ջուր էր գալիս, բայց կողքին կար պղտոր ջուրը, որ գալիս խառնվում էր։ Երբ որ սովորաբար որ գալիս խառնվում էր, այդ ջրի վրայով սովորաբար գնում են նավակ, եւ դրանից ելնելով փոթորիկ էր առաջանում, եւ դրանից ելնելով մարդկանց տեսադաշտը փոխվեց։ Եթե միտեղ խավար է գալիս, խավար ուժ, ոչ թե մարդու տեսադաշտն է բացվում, մարդկանց տեսադաշտը փակվում է։ Դուք լավ իմացեք, Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է. ունեցիր հավատք եւ մաքուր խշմտանք, ոմանք իրանցից մեկդի գծելով, իրանք իրանցից մեկդի գծելով նավակություն կրեցին հավատքի կողմանեն։ Ինչ է նշանակում նավակություն։ Ամեն մեկս ունենք մեր նավակը, եւ այդ նավակով պետք է ասենք ափ, որտեղ Քրիստոսը պետք է Քրիստոսին դիմավորենք։ Բայց այս աշխարհի փոթոր գալիս կյանքի մեջ պետք է մենք զգուշ լինենք, որ նավակը չխորտակվի։ Այդ նավակը պետք է նավակի նկատմամբ ունենանք ուշադրություն դարձնենք։ Տեսել եք նավակներ կա, որը ջուր է դուրս տալիս, չէ՞։ Ինչ են անում, մի հատ բան է պահում, ժեշտից բանկային պահում, մի բան, անտա ջուրը կրճում են, ու անտա կրճում են եւ կարողանում են երկար ճանապարհ գնալ։ Փոթորիկի ժամանակ, խավարի ժամանակ դժվար է, կամ երբ որ դիմացը ոչ մի բան չի երևում։ Զգուշ եղեք, որ այդ պղտոր ջրերից դուք չօգտվեք։ Պղտոր ջրերը շատ վտանգավոր են։ Քրիստոսով եղբայրներ քույր, հիմա ես ասեմ պղտոր ջրեր։ Այսօր հեռուստացույցը, ինտերնետը, որ սովորաբար անցնում են կարմիր գիծ կամ ադնակլասնի կամ նման բաներ, դրանք պղտոր ջրեր են։ Դրանք կործանող ջրեր են։ Դրանք ձեր հոգևոր աչքերը կարող են միայն փակել։